Այն ազատությունը, որով երեխեքն են նյութի հետ վարվում, մենք ինչքան էլ փորձենք մենք նյութական բան աշխարհի մարդիկ ինչքան էլ ցելեն, իրանք շատ ավելի ազատ շարժող են։ Համար երեխեքից այդ իմաստով շատ բան կա սովորել։ Սպիտակ ու բազմերանգ։ Կտավների հեղինակը գեղանկարիչ Միսակ Խոստիկյանն է։ Ընդգծում է, ստեղծագործությունները ծնվել են ոչ թե արվեստանոցում, այլ տանը, 11-ամյա դստեր հետ խզբզելիս։ Եվ հենց նման մի պահի էլ հղացել է անհատական ցուցահանդես ունենալու գաղափարը։ Պատկերված բովանդակությունը ոնց որ ֆորմատի մեջ չի։ Ինքը չի տեղավորվում ֆորմատի մեջ, ինքը մասամբ դուրս է գալիս, մասամբ չի հասցնում մտնել, ինչ-որ sense process-ի մեջ է։ Ներկայացված բոլոր կտավները абստրակտ ոճում են։ Ըստ հեղինակի, պատկերները մշտապես շարժման մեջ են։ Շարժումը մեկ կտավի մեջ է, մեկ դրանից դուրս։ Հաճախ ընդգծվում է սպիտակը, երբեմն էլ առաջին գիծ են գալիս մյուս գույները։ Չի սիրում պատմել կտավների մասին։ Նախընտրում է, որ արվեստասերը դրանք ընկալի այնպես, ինչպես ինքն ուզում է։ Абստրակտ նկարները մի քիչ այդ իմաստով սպეციფიկ բան է, էլի։ Դու ոչ թե կոֆեի բաժակի պես նայես, տեսնես ինչ ես տեսնում։ Այդ տեսնես այնտեղ ինչ անում, ինչ կա, ոչ թե ինչի անման կամ ինչի է դա ասոցիացիան։ Որպես գեղանկարիչ, Խոստիկյանը ստեղծագործում է ճարտարապետական ճշգրտությունից դուրս։ Եթե ճարտարապետության մեջ աշխատում է իր ստեղծած «Ցավը տանեմ» սկզբունքով, նկատի ունենալով բարդ աշխատանքը, ապա նկարչության մեջ իր ասելիքով ավելի ազատ է։ Ցավը տանեմ սկզբունքը որն է, որ դու կյանքի լրջությունը sense մի թեթև պահում ես, օրինակ ենթադրենք սիրահարման տեսարանը, ոչ ոք իր այդ յարի գեղսերի արտադրությունը, ստամոքսայթի չման միջի, այդ բաները չի ընկալում, չէ՞, абստրակտվում է։ Դառնում է պատկեր, ձայն, բույր, թովչանք։ Այն ազատությունը, որի մասին խոսում է Խոստիկյանը կտավներում, սկսվում է ոչ թե մեծ գաղափարից, այլ իր համար մի պարզ իրավիճակից, երբ դստեր հետ կանգնում են սպիտակ կտավի առջև։ Արդեն պատրաստվում է արվեստասերի հետ հաջորդ հանդիպմանը։ Չի ասում երբ, բայց վստահեցնում է, շատ չի ուշանա։ Հասմիկ Պողոսյան, Էդգար Դավթյան, լուրերի համար։